կառավարության նախաձեռնությունը տեղերի մասին օրենքում լրացումներ փոփոխություններ կատարելու մասին եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը պատգամավորական նախաձեռնություն է հարցեր կան օրակարգի վերաբերյալ քվեարկություն օրակարգ դնում ենք քվեարկության ով է կողմ օրակարգի հաստատմանը Շնորհակալություն օրակարգը հաստատված է անցնենք նախագծերի քննարկմանը դեղերի մասին օրենքում լրացումներ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվում է երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար նախագծի վերաբերյալ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո առաջարկություններ չեն հնչել ձայնը տրվում է հիմնական զեկուցող առողջապահության նախարարի տեղակալ Աստղիկ Գրիգորյանին խնդրեմ Տիկին Գրիգորյան Շնորհակալություն պարոն Օհանյան հարգելի պատգամավորներ Ձեր ուշադրությանը ներկայացում դեղերի մասին օրենքում լրացումները փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը ինչպես նշվել էր նպատակն է բացառել դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում առկա տարընթերցումները ներդնել դեղերի որակի անվտանգության եւ մատչելիության ապահովման եւ վերահսկողության իրականացման առավել հստակ գործիքակազմ եւ ապահովել ազգային կարգավորումների ներդաշնակեցումը ԵԱՏՄ պահանջների եւ կանոնակարգերի հետ Մասնավորապես այս օրենքի փոփոխությունով մենք առաջարկում ենք ընդլայնել բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում արտադրվող դեղերի ցանկը, որոնց համար համաձայն ԵԱՏՄ կանոնների գրանցում չի պահանջվում, թույլատրել գրանցում չունեցող սակայն հիմնական դեղերի ցանկում ընդգրկված դեղերի ներմուծումը, ինչը վերաբերում է նաեւ ուռուցքաբանության մեջ կիրառվող դեղերին Գրանցան ուշի հետ անհամապատասխանության դեպքում օրենքով սահմանված պայմաններում թույլատրել դրա վերապիտակավորումը ծածկաշերտի միջոցով ներմուծման մերժելու ավելի հստակեցնել ներմուծման մերժելու հիմքերը սահմանված պահանջներին չհամապատասխանող դեղերի կիրառման ռիսկերը նվազեցնելու նպատակով Լրամշակել դեղերի արտադրության եւ վաշխման լիցենզիաների կասեցման եւ դադարեցման հիմքերը եւ ընդլայնել լիցենզավորվող մարմնի իրավասությունները Ինչպես նաեւ նախատեսվում է սահմանել դեղագործական արտադրանքի պահպանում իրականացնող մաքսային պահեստների մեծածախ իրացման լիցենզիա եւ պատշաճ պաշտման գործունեության հավաստագրի պարտադիր ստացումը Եվ վերոհիշալ կարգավորումը նաև այդ կարգավորումը նաև կիրառել այն դեղերի ներմուծում, պահպանում եւ աշխում իրականացնող այլ գերատեսչությունների ենթակայությամբ գործող դեղագործական արտադրանքի պահեստների համար։ Եվ քանի որ սա որոշակի ժամանակ ապահանջում, առաջարկվում է այս դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետը սահմանել օրենքը ուժի մեջ մտնելուց 6 ամսվա ընթացքում։ Ակնկալվում է, որ այս նախագծի ընդունումը կնպաստի դեղերի շրջանառության ավելի հստակ եւ համապարփակ կանոնակարգմանը, ապահովելով դեղերի որակը, անվտանգությունը, մատչելիությունը եւ անխափան մատակարարումը եւ ինչպես նշվեց, առաջին ընթերցումից հետո որևէ առաջարկներ չեն եղել։ Առաջարկություններ չեն եղել։ Շնորհակալություն Տիկին Գրիգորյան, ելնելով նրանից, որ երկրորդ ընթերցման համար առաջարկությունները իրոք չեն ներկայացվել, նախագիծը ամբողջությամբ տրվում է քվեարկության ով է կողմ նախագծի հաստատմանը։ Շնորհակալություն։ Անցնենք օրակարգի երկրորդ հարցի քննարկմանը դեղերի մասին օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին Այս նախագծերը իմ եւ Լուսինե Բադալյանի պատգամավորական նախաձեռնությունն են հիմնական զեկուցող կլինեմ ես Նախագծերի փաթեթով փորձում են կանոնակարգել կեղծ եւ ժամկետանց դեղերի ոչնչացման գործընթացը, պատշաճ վերահսկողություն սահմանել ոչնչացման գործողությունների նկատմամբ։ Վերահսկողության գործիքակազմի բացակայությունը հնարավորություն չի տալիս տեսչական մարմնին հավաստիանալու դեղերն իսկապես ոչնչացվում են թե ոչ, թե իրացվում են շուկայում։ Նախագծերի փաթեթն առաջին ընթերցման բավականաչափ քննարկված է առողջապահության նախարարության Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ առողջապահության տեսչական մարմնի եւ շրջակա միջավայրի նախարարության հետ եւ ունենք նրանց դրական կարծիքները։ Մեզ ներկայացվեց կառավարության հավաքական կարծիքը նոր առաջարկությունների տեսքով, որոնք բոլորը ընդունելի են եղել մեզ համար։ Կատարվել են համապատասխան փոփոխությունները, այնուհետև երկրորդ ընթերցման քննարկման համար արդարադատության նախարարության կողմից ներկայացվել են առաջարկություններ, որոնք քննարկված են եղել Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում քննարկվելուց առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ տեղի ունեցող կոմիտեի նիստում հնչած առաջարկների արդյունքում։ Առաջարկությունների ամփոփաթերթը երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար բաժանված է հանձնաժողովի անդամներին։ Հարցեր
եթե ունենք նախագծի վերաբերյալ։ Արգելի գործընկերն է այս հարցի հարակից զեկուցմամբ հանդես գա առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, խնդրեմ պարոն Գասպարյան։ Շնորհակալություն։ ՆԵ մասին օրենքում լրացումների փոփոխություններ կատարելու մասին եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծի վերաբերյալ կառավարության բոլոր դիրքորոշումները ընդունվել են, կողմ ենք նախագծին։ Շնորհակալություն։ Հարցեր պարոն Գասպարյան, չկա։ Քվեարկենք նախագծերի փաթեթը, ով է կողմ նախագծերի փաթեթի հաստատմանը։ Շնորհակալություն։ Օրակարգ սպառվեց, նիստն ավարտվեց։